Աստված ամեն բան արել է քո համար, որ դու ունենաս հաղթական հոգևոր կյանք։ Ոչ թե ապրենք տկարությունով, ոչ թե ապրենք թուլության մեջ, ոչ թե ապրենք խեղճության մեջ, ոչ թե ապրենք մեղքերից պարտված, այլ ապրենք Քրիստոսի տված ազատությունով եւ հաղթական կյանք։ Դու ունես այդ ամենը։ Մի միտ կարդամ Սթիվեն Լուսոն, սենց բանա գրը, եթե քո ապաշխարությունը չի փոխել քո կյանքը, դու պետք է ապաշխարես քո ապաշխարությունից։ Մի քիչ ոնց որ հումորային է, բայց մեծ ճշմարտություն կա մեջը։ Մի միտքեր Սպերջենն ասում ավելի լավ է մի հատիկ հավատքը, քան թե մի տոննա ոգևորվածությունը։ Մենք դի կարողանանք տարբերենք, որտեվ երբ որ դու ոգևորված ես ինչ-որ բանից, դա կարող է շատ կարճ տևի, բայց հավատքը մի բան է, որ բնակվում է քո մեջ։ Ավելի լավ է փոքր հավատք, որը կայուն, հարատև բնակվում է քո մեջ, քան որ դու քո օրվա մեջ մի 5 րոպե ոգևորված ես, կամ ամսվա մեջ մի օր ոգևորված ես։ Ավելի լավ է կայուն, հաստատուն հավատքը, որը որ ապրում է քո մեջ ու միշտ քո հետ է։ Փառք Տիրոջը, բացեք Առաջի Կորինթացիների 15-րդ գլուխ, վերջին 2 համարները։ Գիտեք, այս ամբողջ գլուխը խոսում է Քրիստոսի հաղթությունից։ Գրված է, որ նա նստած հոր աջ կողմը, հիմա Հիսուսը նստած հոր աջ կողմը, սպասում է, մինչև իր բոլոր թշնամիները կդրվեն իր ոտքերի տակ։ Գիտեք, այսօր Քրիստոսին հակառակ ինչքան մարդ կա երկրի վրա։ Ինչքան Քրիստոսին հակառակ կրոններ կա երկրի վրա։ Ինչքան Քրիստոսին հակառակ գործողներ կան։ Բայց գիտես, նա տենում է վերջի օրը։ Այն օրը, որ բոլորը ծունկ են ծռելու իր առաջ եւ դավանելու են, որ դու ես միակ Տերը։ Կապ չունի հիմա ով ինչ է անում։ Ես մեկ բանի եմ նմանացնում, Ադիբուդին երևի բոլորը սարքած կլինեք Ադիբուդի։ Այն գալիս է մի պա, որ սենց սա ոնց որ հավասարապես սկսում են ճտպտալ, չէ՞, մեջը։ Բայց գիտեք, Տերը միած սիրուն խուփ է դնում վրան։ Սաղ սենց ճտպտում բացվում են ու ձեները կորում է։ Այդ հենց էլ էս կյանքն է։ Հիմա այն Երուսերն է, այն վերջի ժամանակներն է, բոլորը սենց լավ Ադիբուդին ման ճտպտում են։ Թե արդար, թե մեղավոր։ Բայց Տերը գիտի խուփ դնել վրան։ Ոչ մեկ չի կարա Տիրոջ կացայից դուրս գա։ Ոչ մեկ չի կարա Տիրոջ ուրկանից դուրս մնա։ Ինքը հիմա նստած սպասում է, մինչև բոլոր թշնամիները կդրվեն իր ոտքերի պատվանդանի մոտ։ Նա հաղթել է, հիմա էլ հաղթում է եւ շարունակում է հաղթել։ Չի կարա մեկը գտնվի մարդկային արարածներից, որ Քրիստոսն ասես քեզ հաղթեցի։ Ով էլ որ Քրիստոսին չի ընդունել, մեկա վերջում աղերսելու է թողություն Քրիստոսից։ Այն որ հիմա շատ հպարտ են, շատ ամբարտավան, շատ մեծամիտ, ինչ Աստված, լսել եք, չէ՞ տենց արտահայտություններ, ես եմ իմ Աստվածը, վերջը տարբեր սենց հպարտ խոսքեր, այդ բոլորը վերջում աղերսելու են Քրիստոսից թողություն։ Ու գիտեք ոնց են ասելու, չեն ասել Տեր ներիր մեզ, աղերսելու են, լացելու են, ողբալու են, Տեր ներիր, Տեր հնարավորություն տուր, Տեր չէինք հասկացել, հիմա գիտենք, որ այս ամեն ինչը իրական է, հիմա գիտենք, որ դժոխք իրական է, բայց երանի են մարդկանց, որոնք հիմա են հասկացել, երանի են մարդկանց, որ հիմա են խոնարհվել Քրիստոսի առաջ, և դու այդ մարդկանցից մեկն ես փառք Տիրոջը։ Տեսեք ինչ է գրված, բայց շնորհակալություն Աստծուն, որ տվեց մեզ հաղթությունը մեր Տեր Հիսուս Քրիստոսի միջոցով։ Ես ու Աբրահամը իրարից անկախ ենք խոսք պատրաստել, բայց շատ նման է իրար։ Էլի պատերազմի հաղթանակի մասին է։ Բայց շնորհակալություն Աստծուն, որ տվեց մեզ հաղթությունը մեր Տեր Հիսուս Քրիստոսի միջոցով։ Գիտեք, այն ինչ որ Հիսուս պիտի հաղթեր, ինքը հաղթել արդեն։ Ինքը եկավ երկիր, գրված ապրեց, մեղքի մարմնի նմանությունով,
մեղքի համար ապրեց, ոչ թե մեղք գործելու համար, մեղքին հաղթելու համար։ Եվ մեղքը այդ մարմնի մեջ դատապարտվեց։ Գիտեք, մի մարմին գոյություն ունի մարդկության պատմության մեջ, որ մեղք չմտավ այդ մարմնի մեջ։ Դա Քրիստոսի մարմինն էր։ Որ մեղքը չկարողացավ թափանցել այդ մարմնի մեջ։ Մի միտք գոյություն ունի մարդկության պատմության մեջ, դա Քրիստոսի միտքն է, որտեղ մեղքը չկարողացավ թափանցել։ Մի սիրտ, որտեղ մեղքը չթափանցեց, դա Քրիստոսի սիրտն է։ Մի հոգի, որտեղ մեղքը չտեղավորվեց, դա Քրիստոսի հոգին է։ Դրա համար իր արյունը համարվում է անբիծ անարատ գառի արյուն։ Միակ արյունը, որ ի վիճակի էր թողություն տալու մեզ։ Միակ արյունը, որը վճարեց այն գինը, որ պահանջվում էր։ Որ այսօր այդ սուրբ արյան շնորհիվ մենք բոլորս սրբանում ենք։ Որ այսօր այդ արդար արյան շնորհիվ բոլորս արդարանում ենք։ Այդ մաքուր արյան շնորհիվ, որը որ ցողվեց մեր վրա, այսօր մենք բոլորս մաքրվում ենք։ Օրհնյալ լինի Տերը։ Այսօր ինքը քեզ տվել է այդ հաղթությունը։ Գիտես, դու այսօր ամեն բան ունես, որպեսզի հաղթական կյանք ապրես։ Ամեն բան տրված է քեզ։ Միգուցե բողոքում ես տկարությունից, չգիտեմ, միգուցե դժգոհում ես, նեղվում ես, բայց դու ամեն բան ունես հաղթական կյանք ապրելու համար։ Եթե դու մտածում ես դեռ չունես ամեն բան, ես ասեմ խափնված ես, դու ամեն բան ունես։ Խոսքն ասում Աստված կյանքի եւ աստվածապաշտության համար ամեն բան տվել է մեզ, որպեսզի մենք հաղթական կյանք ապրենք։ Հաջորդ կարևոր համարը 58-րդ համարը 15-րդ գլխի Կորինթացիների։ Ուրեմն սիրելի եղբայրներ, հաստատ եղեք, անշարժ մնացեք, ամեն ժամանակ ավելի առաջ գնացեք Տիրոջ գործում, իմացեք, որ ձեր աշխատանքը զուր չէ Տիրոջ մեջ։ 4-ը կարևոր բան ասում. հաստատ մնացեք, անշարժ եղեք, ամեն ժամանակ Տիրոջ գործի մեջ առաջ գնացեք եւ իմացեք, այն ինչ որ անում ես, կորած չի։ Այն ինչ որ անում ես, մոռացված չի, իզուր չի։ Այդ քարածի դիմաց քեզ սպասվում է մեծ վարձատրություն։ Քարածի դիմաց սպասվում է անհամեմատ ավելի մեծ օրհնություններ։ Գիտեք, սա ասում է եկեղեցուն, չի ասում մի երկու ավակների։ Սա չի ասում խոսքը մի երկու հաջողված ծառայողների։ Սա չի ասում այն մարդկանց, որ իրաց ծառայության մեջ հաջողվել են առաջ ընկնացել։ Սա ասում է մի ամբողջ եկեղեցու, ասում է, ուրեմն սիրելի եղբայրներ, ուրեմն սիրելի Հրազդանի եկեղեցի, հաստատ եղիր, անշարժ եղիր, ամեն ժամանակ Տիրոջ գործի մեջ առաջ գնա եւ իմացիր, որ քո արածը իզուր չի։ Ամեն բան հիշվելու է, ոչ մի բան չի մոռացվելու եւ ամեն բանի համար կա վարձատրություն։ Այսօր այս խոսքը վեկալ քո համար։ Գիտես, մի քո համար մի վեկալ, որ դու տկար ես, մերժի այդ մտքերը։ Մի համաձայնվի այդ մտքերի հետ։ Մի համաձայնվի, որ քո հոգևոր կյանքը պիտի սենց մի կերպ անցկացնես։ Մի համաձայնվի, որ քո հոգևոր կյանքը պիտի թուլության մեջ անցկացնես։ Մի համաձայնվի, որ քո կյանքը պիտի չբերության մեջ անցկացնես։ Դու կանչված ես պտղաբեր լինելու համար։ Որտեվ դու տնկված ես այն որդի վրա, որը որ պտղաբեր որդի է, որը որ ընտիր որդի է։ Դու տնկված ես Քրիստոսի վրա։ Իսկ Քրիստոսի մեջ, Քրիստոսի վրա ով որ տնկված է, պիտի ծաղկի իր կյանքը։ Քրիստոսի վրա ով որ տնկված է, պիտի իր կյանքը գնալով ծաղկի։ Գնալով պիտի իր հոգևոր ունեցվածքը շատանա։ Գնալով պիտի իր կյանքում պարգևները զարգանան։ Գնալով իր մեջ խոսքը պիտի շատանա։ Գնալով պիտի իր մեջ զորություն, օծությունը շատանա։ Խի, որովհետև դու տնկված ես Քրիստոսի վրա։ Ուրեմն բացենք մի ուրիշ տեղ Հռոմեացիների 8-րդ գլուխ 31 համարից։ Ապա ինչ ասենք այս բաների համար։ Եթե Աստված մեր կողմն է, ով է մեզ հակառակ։
Գիտեք, որ էլ էական չի ով է քեզ հակառակ։ Կարևորը ով որ պիտի քո կողմը լինի, քո կողմից է։ Կարևորը որ ամենաուժեղը քո կողմից է։ Կարևորը որ Տերը քո կողմից է։ Նա որ իր որդուն էլ չխնայեց, այլ մեր ամենքի համար մատնեց նրան, էլ ինչպես նրա հետ ամեն բան չի շնորհի մեզ։ Այդ որ ասում են նրա մեր հետ է Տերը, գիտեք դա փաստեր հիմքեր ունի։ Ասում են նա որ մեր ամենքի համար, մեր բոլորի համար։ Եթե մեկը կարող մտածում է ինքը այդքան էլ Աստծո ուշադրության կենտրոնում չի, ասեմ որ Աստված քո համար իր որդուն չի խնայե։ Այդքան դու իր ուշադրության կենտրոնում ես։ Ինչքան իր որդին է իր ուշադրության կենտրոնում, այդքան էլ դու ես իր ուշադրության կենտրոնում։ Որտեվ սատանայի մեծագույն ցանկություններից մեկն է, որ մեզ համոզի, որ մենք իր ուշադրության կենտրոնում չենք, որ մենք մոռացված ենք, որ մենք անտեսված ենք, որ ես այդքան էլ կարևոր չեմ, բայց Աստված իր որդու միջոցով մեզ բոլորիս պահում է իր ուշադրության կենտրոնում։ Նա, որ իր որդուն չխնայեց, չափսոսած իր որդուն։ Գիտեք, հոր առջև որդին ոնց էր տանջվում, որ ինքը ուներ զորությունը ցանկացած պահի կանգնեցներ այդ տանջանքները։ Ինքը ուներ այդ կարողությունը, այդ իշխանությունը ցանկացած պահի դադարեցներ այդ մտրակների հարվածը, այդ ծաղրանք հանարգանքը, բայց չարեց, թողեց, որ մինչև վերջ տանջվի, որ մինչև վերջ քո փրկության հարցը լուծի։ Սմա հայրը հաճեցավ, որ որդին ճզմվի։ Մենք ինչքան Հիսուսին ասենք չարչավես, դա չեն կարող հասկանանք։ Մենք չարչարանք ասենք մենակ այս արտաքին ծեծերը, այդ մտրակի հարվածները, բայց իր ներքին ապրումները մենք չեն կարող այդ ընկալենք։ Եթե ընկալենք էլ շատ փոքր մասը, որտեվ ինքն ասեց հոգիս մահու չափ տրտմած է, որտեվ գիտեր ինչա սպասում իրան։ Նա որ մեղ չգիտեր, Աստված մեր համար նրան մեղ դարձրեց, որ նրանով իր արդարությունը գա մեր կյանքերի մեջ։ Նրանով իր սրբությունը գա մեր կյանքերի մեջ։ Ասում եւ նրա հետ ինչպես ամեն բան չի շնորհի մեզ։ Ժողովուրդ, բերեք այս խոսքերը հավատքով ընդունենք։ Այնքան կարևոր է, գրված է Եբրայեցիների մեջ 4 գլխում, որ այն խոսքերը, այն պատգամները, որ անապատի մեջ լսեցին, չխառնվեց հավատքի հետ, կամ չընդունվեց հավատքով իրաց մեջ։ Այնքան կարևոր է, որ այս խոսքերը դու հավատքով վերցնես քո մեջ, որտեղ այս խոսքերը կդառնան քո սեփական խոսքերը, սրանք կդառնան քո կյանք փոխող խոսքերը։ Եթե դու այս խոսքերը հավատքով վերցնես, այդ խոսքերի հետ զորություն կգա քո կյանքի մեջ։ Այդ խոսքերը քո կյանքի մեջ թարմություն կգա, հոգեոր հաղթանակներ կգան։ Այն որ հերիք չի Աստված իր որդին չի խնայե դրել է քո համար, ասում է ինչպես նրա հետ ամեն բան չի շնորհի մեզ։ Ամեն բան, գրված չի որոշ բաներ, նրա հետ ամեն բան կշնորհի մեզ։ Գիտենք շնորհքը նվեր է, ոնց որ ձրի փրկությունը քեզ նվեր տվեց, այտենց քեզ նվեր է ուզում տա շատ հոգևոր օրհնություններ, շատ պարգևներ։ Գիտես, ձրին այդքան լավ չի ընկալվում մեր կողմից, այս կյանքում ամեն բան կառուցված է գումարի վրա։ Ամեն բան դու ստանում ես գումարով, գումարի դիմաց, ամեն բանի համար վճարում ես։ Բայց այս ամեն բաները, որ մենք ձրի ստանում ենք, դրա համար վճարել է Հիսուս Քրիստոսը։ Մենք չենք վճարել, ինքը իր կյանքով վճարել է մեր բոլորի համար։ Ինքը իր կյանքով վճարեց եւ այն կտակը, որ հոր կողմից պատրաստված էր, այդ կտակը բացվեց քո համար։ Գիտեք, որ կտակ կա մեր համար բացված։ Ասում է, քանի որ կտակարարը կենթանի էր, կտակը զորություն չուներ, որովհետեւ կտակը մեռնելուց հետո է անցնում այդ իրավահաջորդին։ Հիսուս քանի որ մեռավ մեր համար, հոր կտակը, որ Քրիստոսով էր, բացվեց քո համար։ Եվ այդ կտակի մեջ գրված է, որ քո մեղքերը ներված են։ Այդ կտակի մեջ գրված է, որ դու իմ սեփականությունն ես, որ դու այլևս մենակ չես, ես քո հետ եմ։ Ընդունես խոսքերը հավատքով քո կյանքի համար։ Հերիք չի, որ կյանքը դրես մեր համար, ինչպես նրա հետ ամեն բան չի շնորհի մեզ։ Գիտեք, երբ որ հավատաց, որ ամեն բան արդեն շնորհված է քեզ,
Էլ չեն կաղոթի Տեր, եթե կամենում ես ինձ իմաստություն տուր, եթե կամենում ես գիտություն տուր, եթե կամենում ես հանճար տուր, եթե կամենում ես ինձ լցրու զորությունով։ Գիտես, եթե ասում ենք նրա համար, որ Աստծուց իրավունք ենք հարցնում, դա նորմալ է, բայց եթե ասում ենք, կասկածելով տնաս կտրվի, թե չի տրվել, պետք չէ եթե ասել։ Որտեվ գրված ամեն բան կշնորհի քեզ Տերը։ Համարձակ մոտեցեք շնորհքի աթոռին։ Համարձակ մոտեցեք, որովհետև Հայրը ուզում է տալ քեզ բարիքներ։ Դուք որ չար եք, գրված է, գիտեք ձեր որդիներին բարի բաներ տալ, որքան առավել Հայրը երկնային բարիքներ կտա նրանց, որ խնդրում են նրանից։ Գիտես, որ երկինքը բաց է քո համար։ Քո արժանիքներից չի, Քրիստոս երկինքը բացել է քո համար։ Քրիստոս օրհնության դուռը բացել է քո համար։ Քո համար չկա մի օրհնություն երկնային, որը արգելք լինի դրա դիմաց։ Քրիստոս քո համար բացել է բոլոր օրհնությունները։ Քեզ ուղղակի պետք է հաղթանակ կյանք ապրել, հաղթական կյանք ապրել։ Ով է, որ կմեղադրե Աստծո ընտրվածներին, Աստված է, որ արդարացնում է, ով է, որ կդատապարտի։ Քրիստոս, որ մեռավ եւ ավելի, որ հարություն էլ առավ, եւ Աստծո աջ կողմում է, որ մեզ համար բարեխոսել է, ապա ով կբաժանի մեզ Քրիստոսի սիրուց։ Տառապանքը, թե նեղությունը, թե հալածանքը, թե սովը, թե մերկությունը, թե վտանգը, թե սուրը, ինչպես գրված է, քեզ համար ամեն օր մեռնում ենք մորթվելու ոչխարի պես համարվելով։ Գիտես, առաքյալի մեջ այնքան էր շատացե Քրիստոսի սերը, այնքան խորն էր հասկացե Աստծո սեր իր նկատմամբ, որ իրան էլ ոչ մի բան, ինքը նեղության միջով էր անցնում, այդ սերը իր մեջ չէր պակասում։ Տառապանքի միջով էր անցնում, սովի միջով էր անցնում, ինչի միջով որ անցնում էր, ինքը զգում էր, ինքը ապրում էր իր մեջ այդ հարատև սեր Աստծո։ Իսկ խի մեր կյանքում մենք խուսափում ենք շատ ժամանակ մի փոքր անգամ նեղությունից, որտեղ մենք մեր վրա վստահ չենք ոնց կպահենք մեզ այս դժվարության ժամանակ։ Մենք վստահ չենք, որ մենք կմնանք հավատքի մեջ, թե չենք մնա։ Մենք վստահ չենք, որ դրա միջով անցնելուց հետո ինչ դուրս կգա այնտեղից։ Բայց իմացի, որ Քրիստոսի սերը հերիք է, որ դու ամեն ինչի միջով անցնես։ Ոչ թե դու քո համար փորձներ ստեղծես կամ փնտրես, որտեղ գրված է օրվան բավական է իր նեղությունը։ Այն կյանքիդ նեղությունը, որ հիմա կա, բավական է։ Բայց դու դրա մեջ կարաս լինես հաղթող, դրա մեջ կարաս լինես պարտվող։ Այն նեղությունը, որ հիմա կա, այն դժվարությունը քո կյանքում, այդ նեղությունը կոտրել է քո հավատքը, թե դու քո հավատքի մեջ ես, թե դու քո հավատքով անցնում ես, ճեղքում ես այդ նեղությունը։ Այն դժվարությունը, որ դու հիմա ունես քո կյանքում, այդ դժվարությունը քո մեջի հույսը Աստծո նկատմամբ ոչնչացրել է, թե ունես այդ հույսը Աստծո նկատմամբ եւ գիտես, որ այդ դժվարությունները ժամանակավոր է։ Ասում եմ, ինչի մեջով էլ անցնենք, մեկը Քրիստոսի սիրով հաղթելու ենք։ Գիտեք, որ Քրիստոսը այստեղ այս համարը երկու մասի է բաժանված, կա մեր անելիքը, կա Աստծո որդու անելիքը։ Այս 37 համարից արդեն գրված է, ինչ որ Քրիստոսն է անում։ 38 համարից, որովհետև հաստատ գիտեմ, որ ոչ մահ, ոչ կյանք, ոչ հրեշտակներ, ոչ իշխանություններ, ոչ զորություններ, ոչ ներկա բաներ, ոչ գալու բաներ, եւ ոչ բարձրություն, ոչ խորություն, եւ ոչ մեկ ուրիշ ստեղծված բան չի կարող մեզ բաժանել Աստծո սիրուց, որ մեր Տեր Հիսուս Քրիստոսի մեջ է։ Այն սերը, որ ինքը իր մեջ ունի քո նկատմամբ, իրան ոչ մի բան չի կարա բաժանի դրանից։ Չկա մի բան, որ Քրիստոսի դեմը կկանգնի, որ ինքը դադարի քեզ սիրելուց։ Վստահ եք ժողովուրդ, որ Աստված սիրում է ձեզ։ Թե ասում ես ես ով եմ, որ ինձ սիրի։
Ես ինչ լավ բան եմ արել, տո ինձ ես սիրելու բան եմ, որ ինձ սիրի։ Իրականում սիրելու բան չունենք, բայց սիրում Աստված։ Որտեվ Աստված երբ որ որոշեց մեզ սիրի, այդ ժամանակ մենք ամենամեղավորներն ենք։ Ասում է դեռ որ մեղքի մեջ ենք, դու մի բան լավ հիշի, ոչ թե Աստված քեզ սիրում է ապաշխարելուց հետո, ինքը քեզ սիրում էր մինչև քո ապաշխարելը։ Այն որ մեղքերի մեջ էիր, այն որ իրան թշնամի էիր, քո ապրած կյանքը լրիվ Աստծուն հակառակ էր։ Այդ ժամանակ ինքը քեզ սիրում էր։ Որքան առավել հիմա, որ արդեն ապաշխարել ես։ Եթե Իրանը չէիր սիրում էր, բա որքան առավել հիմա, որ արդեն Իրանն ես, հիմա ինչքան շատ է սիրում։ Այս վստահությունը պետք է լինի քո մեջ։ Գիտես, գրված է ոչ հրեշտակները, ոչ պետությունները, այս պետությունների մասին չի գրված, այս իշխանությունների մասին չի, հոգևոր իշխանությունների, պետությունների մասին։ Դրանց արկայության հետ մեկտեղ Աստված սիրում է քեզ։ Գիտես, որ քո մասին, մեր մասին գիշեր ցերեկ Աստծո առջև չարախոսող կա։ Ու ինքը սուտ բաներ չի ասում մեր մասին, ճիշտ բաներ ասում։ Մեր մեղքերն է հիշեցնում Աստծուն։ Հələ հիշի, որ մեկն եկել է քո մոտ, մեկից մի բան է խոսացել, այդ խոսալուց հետո ո՞նց է եղել տրամադրությունը այդ մարդու նկատմամբ։ Մինչև խոսալը ոնց էր, խոսալուց հետո ոնց է։ Բայց Քրիստոսի մոտ գիշեր ցերեկ չարախոսող կա մեզանից։ Գրված է եղբայրների դեմ չարախոսողը, որ Աստծո առաջ գիշեր ցերեկ չարախոսում էր։ Բայց ինքը չարախոսության արկայության դեպքում էլ ասում է ես գիտեմ, որ ինքը տենց է, բայց ես իր համար արյուն եմ թափել։ Ինքը մեր արժանինքները չի ցույց տալի սատանային։ Ինքը ցույց է տալի այդ սուրբ թանկ արյունը, որ թափվել է մեր համար։ Դրա համար եթե ինքը սիրում է քեզ, գիտես մենք այնքան ենք sense նեղվում, որ ինչ որ մեկը մեզ չի սիրում։ Ես քո համար լավ լուրն եմ, Աստված քեզ սիրում է։ Կարող նեղվես, որ քեզ շատ մարդիկ չեն ճանաչում։ Ուրախ եղի, որ քեզ երկինքը ճանաչում է։ Ուրախ եղի, որտեվ երկինքը հրազդանի չափ չի, ժողովուրդ։ Երկինքը Երևանի չափել չի, երկինքը Մոսկվայի չափել չի, երկինքը անծայրացիր է։ Երկնքի բնակիչների քանակը ոչ մեկ չգիտի Աստծոց բացի, որտեվ գրված է կանգնած էին, որ հնարավոր չէր հաշվել։ Հրեշտակների քանակը ոչ մեկ չգիտի Աստծոց բացի։ Ու դու այդ երկնային բնակիչների մոտ ճանաչված ես Քրիստոսի միջոցով։ Բայց մենք նեղվում ենք, որ ստե ինչ որ մեկը մեզ չի ճանաչում։ Ինչ որ մեկը մեր նկատմամբ հարգալից չեղավ։ Ինչ որ մեկը մեր նկատմամբ ուշադիր չեղավ։ Ինչ որ մեկը մեր արածը չգնահատեց։ Ու նեղվում ենք, այնքան ենք նեղվում, մինչև մոռանում ենք մեր երկնային ժառանգությունը։ Այն երկնային իրականությունը, որ ունենք։ Այն սերը, որ Քրիստոս ունի քո նկատմամբ, սատանան չի կարող Քրիստոսի միջից հանել այդ սերը։ Այն սերը, որ Քրիստոս ունի քո նկատմամբ, այն նպատակները, որ ունի Քրիստոսը քո համար, այն ծրագրերը, որ ունի Քրիստոսը քո համար, սատանան չի կարող արգելել, որ դրանք չկատարվեն քո կյանքում։ Գիտեք ինչ է գրված, ես որ ձեռքս մեկնեմ, Տերն ասում, ով է նա, որ պիտի հարվածի իմ ձեռքին ասի հետ քաշի։ Չկա տենց մեկը։ Եթե Տեր իր ձեռքը մեկնել է քո համար, դեպի քեզ, ով պիտի իր ձեռքը հետ դարձնի։ Ինքը որոշել իր ձեռքը մեկնի քո համար։ Դրա համար վստահ եղի Աստծո վրա։ Դու ամեն բան ունես հաղթական կյանք ապրելու համար։ Այնքան կարևոր է, ես շատ եմ աղոթում, Տեր դուր հասկանամ քո սերը։ Գրված է ճանաչեք Քրիստոսի սերը, որ ամեն գիտություններից բարձր է։ Այդ սիրո խորությունը, այդ սիրո բարձրությունը, լայնությունը, երկարությունը, ինչ սեր էր դա։ Դա ինչ սեր է, որ ինքը թողեց իր փառքը, եկավ մեր համար, որ քեզ տանի այդ նույն փառքի մեջ։ Որ ինքը թողեց այդ իր երանելի արքայությունը, եկավ երկիր ու չեկավ թագավորի կյանք ապրելու, եկավ ծառայի կյանք ապրելու, որ քեզ թագավորի կյանք տա։ Գիտենք մի հայտնի խոսք, որ ասում է Աստծո որդին դարձավ մարդու որդի, որ մարդկանց որդներին դարձնի Աստծո որդիներ։
Դե երբ որ մենք մտածում ենք աստվածապաշտության այն խոստումների մասին, որը երկրի հետ է կապված, երկրավորն է, ես ասեմ, դու միշտ պակասությունն ես քո մեջ օրհնությունների։ Դու միշտ օրհնության պակասություն ես զգում քո կյանքում։ Հա հավատում ես, որ Աստված փոխել է, օրհնել է, բայց մի բան քեզ չի բավարարում։ Այդ մի բանը կբավարարվի այն ժամանակ, երբ որ դու կենտրոնանաս քո երկնային օրհնության վրա։ Որտեվ ընդեղի քո ավանդը, ընդեղ քո ուղարկած ավանդը, ընդեղի պահված քո օրհնությունները մենակ քոնն է, ուրիշինը չի։ Գիտես, այն ինչ որ քո հաշվին եթում այնտեղ, դա քո հաշվից դուրս չի գալու, դա միայն քո հաշվին ավելանալու է։ Երբ որ այսպես մտածում ես քո հավիտենական օրհնությունների մասին, շատ բաներ ստեղ քեզ չի նեղացնում։ Իսկ մենք չենք պարտվում շատ ժամանակ, որտեղ մեր մտածմունքները միայն երկրավոր են դառնում։ Մեր սպասումները միայն երկրավոր են դառնում։ Մեր օրհնություն աստվածները միայն երկրավոր են դառնում։ Մենք ինչ կա լրիվ ամփոփված է ժամանակավոր կյանքի մեջ։ Եվ դա սատանայի ուզածն է։ Հերիքա մի փոքր միտքդ է թա երկինք, իրես ինչա կատարվում քո հետ։ Մի անգամուց մխիթարություն է գալու կյանքիդ մեջ։ Մի անգամուց ներսդ գալիս է խաղաղություն։ Մի անգամուց մի հատ հանգստություն ես ապրում ու հասկանում ես մի բան, որ նեղությունները ժամանակավոր են։ Դժվարությունները ժամանակավոր են, տրտմությունը ժամանակավոր է, ցավը ժամանակավոր է, հիվանդությունը ժամանակավոր է, հալածանքը ժամանակավոր է, բայց Աստծո ներկայությունը հավիտենական է։ Երկինքն էլ աշխարհն էլ կանցնի, իր ցանկություններն էլ հետը։ Բայց ով որ Աստծո կամքը կատարի, հավիտյան պիտի ապրի։ Ով որ Աստծո կամք կատարի, իր պահված է հավիտենական օրհնություններ։ Գիտես, ամեն անգամ առաքյալը այս ներկայացնից հետո ասում է, եղբայրներ, դրա համար հաստատ մնացեք, անշարժ եղեք, ամեն ժամանակ Տիրոջ գործի մեջ առաջացեք, իմանալով, որ ձեր արածը իզուր չի։ Տեսել եք մարդիկ, որ եկել են միտեղ են հասել, առաջ չեն եթում, չեն առաջանում էլ։ Ասեմ ավելի վատը, մարդիկ հասան միտեղ, հետ գնացին նորից։ Դու պատկերացա, եթե մի հատ հոգևոր կյանքը մեր, երկրավոր կյանքը համարենք մի կիլոմետր ճանապարհ է։ 500 մետր անցել ես։ Հետ է թալու համար նորից 500 մետր դու պիտի քայլես։ Բայց եթե 500 մետր դու նորից առաջ քայլեր, քո ճանապարհը կավարտվեր։ Մենք մեր կյանքի, հոգևոր կյանքի մեծ մասը արդեն ապրել ենք։ Ես ասեմ շատերիս համար քիչն է մնացել քայլելու։ Հետ է թալը անմտություն է, բայց առաջ է թալը օրհնություն է։ Առաջ է թացողներն են ասում, սրանք հաղթողներն են, որոնք մինչև վերջ գնացին։ Ասում եղբայրն է Տիրոջ գործի մեջ ամեն ժամանակ առաջ գնացեք։ Մի կանգնի, սիրելի եղբայր, սիրելի քույր, եթե զգում ես կանգնել ես, եթե զգում ես ընկել ես, նստած ես, վեր կաց ու քայլիր։ Երբ որ հրեշտակն եկավ Եղիային հանդիպեց, հիշում եք, Եղիան սենց թևա թափեղած նստած էր։ Մարգարեներին կոտորում էին, Հեզաբելն իր հետևից էր ընկել, մենակ ավելի շատ հալածանք էր հիշում իր կյանքում։ Հրեշտակը բոթեց կող ասեց, հելիր ես հացը կեր, հələ դու ճանապարհ ունես եթալու։ Ես ասեմ, այսօր Տիրոջ հացը կեր, Տիրոջ խոսքը կեր, Տիրոջ ջրից խմի եմ ներկայության մեջ կա, որտեվ դու հələ ճանապարհ ունես եթալու։ Որ տեղ հասնես ու պատվով հասնես տեղ։ Եփեսացներից էլ էի գրեին մոտ, Աբրահամը այս համարը կարդաց, նորից եմ ասում, իրայից անկախ էինք արել, բայց նույն համարներից կա։ Եփեսացից 6-րդ գլուխ հիշում եք, սպառազինության 6 բանը ասում։ Ու գիտեք այդ 6 բանից նախապատվություն ինչին է տրված։ Առաջինը ճշմարտության գոտին։ Սպառազինվելու համար հոգևոր սպառազինության։ Գիտեք, հոգևոր սպառազինության համար միջուկային զենք պետք չի։ Հոգևոր սպառազինության համար ռակետներ պետք չեն, տանկեր պետք չեն, ավտոմատներ պետք չեն, գրանատներ պետք չեն։ Հոգևոր սպառազինության համար պետք է ճշմարտություն։ Երբ որ մարդուն հարցնում ես ճշմարտությունը, ասում է ինչ է ճշմարտությունը, ո՞րն է դա։ Ես ասեմ քո համար ո՞րն է ճշմարտությունը։
Ինչքան հասկանում ես դա է քո ճշմարտությունը։ Ինչքան հասկանում ես, ինչքան քեզ բացված է, դրա չափով ճիշտ ապրի։ Մնացածը Տերը կբացի։ Արդարության զրահը, որ ասենք, որ արդարությունը, լսեք, չէ՞, ասենց խճճում են, որ արդարությունը, այն արդարությունը, որ Տերը ձրի ա տվել, թե այն արդարությունը, որ ես արդար կյանք ապրեմ։ Ստեղ գրված է այն արդարության մասին, որ դու արդար կյանք ապրես։ Ոչ թե որ ձրի տրվել է քեզ։ Եվ դա համարվում է հոգևոր սպառազինություն, ճշմարտություն, արդարություն։ Ուղղակի սովորի ինչ որ ճիշտ է այդ արա, ինչ որ սխալը մի արա։ Դա արդեն սպառազինություն է։ Ինչքան դու ճիշտ ես ապրում, այնքան խոցելի չես սատանայի համար։ Ինչքան դու ճիշտ ես ապրում, այնքան դու հոգևոր հաղթական կյանք ունես։ Ինչքան սխալ ես ապրում, գնալով դու ավելի խոցելի ես դառնում։ Գնալով ավելի վտանգված է քո հոգևոր կյանքը։ Գնալով ավելի վտանգված է քո առաջընթացը Աստծո մեջ։ Վտանգված է քո հոգևոր ապագան։ Դրա համար սովորեցնենք մեզ ճիշտ ապրելուն։ Այն ինչ որ գիտես արդար է, դա սպառազինություն է համարվում։ Չէ՞ որ մենք սպառազինություն խոսում ենք, երևի երկու բան կա, որ լավ հիշում ենք, հավատքի վահան, հոգու սուր։ Այո, շատ կարևոր բաներ են։ Բայց այս 6-ի մեջ նախապատվություն տրված է ճշմարտությանը։ Եթե ուզում ենք հոգևոր հաղթական կյանք ապրենք, սովորեցրու քեզ վարժեցրու ճիշտ ապրելուն։ Ճիշտ բաներ խոսա։ Սրա մեջ էլ չնայած մի քիչ ծայրահեղություն կա, շատ ենք լսել, որ ասում են ես ճիշտ խոսացող մարդ եմ։ Լավ է որ ճիշտ խոսացող ես, բայց ավելի լավ կլինի որ ճիշտ ապրող լինես։ Որտեվ ճիշտ խոսալը առանց ճիշտ ապրելու շատ հեշտ է։ Շատ հեշտ է։ Բայց ճիշտ խոսալը ճիշտ ապրելով, այսի արդեն առաջինը դու ես տրորվում։ Սովորեցնելուց է գիտես ոնց սովորեցնես ճիշտ ապրելուց հետո։ Չես հարձակվում մարդկանց վրա։ Որտեվ ճիշտ ապրած մարդը ճիշտ խորհուրդները գիտի ոնց տա։ Արդար ապրած մարդը այդ արդարության խորհուրդները գիտի ոնց տա։ Բայց որ ճիշտ չես ապրում ճիշտ խորհուրդներ ես տալի, այնքան հեշտ ես տալի։ Դες կողից են մեկ մտածում ես մենար, այսքան հեշտ է ճիշտ ապրելը, բայց ես խի չեմ կարող ապրեմ։ Այսքան հեշտ է արդար ապրելը, բայց ես խի չեմ կարող ապրեմ։ Դրա համար սովորենք Աստծո խոսքը ամբողջական ընդունենք, ժողովուրդ ջան։ Այն համարը, որ ես կարդացի Հռոմեացիների մեջ, այդ համարը ճիշտ ամենալավ սիրելի տեղը, եթե Աստված մեր կողմն է, ով է մեզ հակառակ, չէ՞։ Բայց երբ որ այդ ամբողջը նայում ես իր համատեքստի մեջ, այդ նեղության մասն էլ է նույն Աստվածը գրե։ Այդ դժվարության մասն էլ է նույն Աստվածը գրե։ Այդ նույն Աստծո խոսքն է։ Երբ որ ամբողջական ես վերցնում Աստծո խոսքը, հասկանում ես, որ դու անելիք ունես դրա մեջ։ Բայց երբ որ մի մասն ես վերցնում Աստծո խոսքից, միայն ուրախանում ես այն խոսքերով, որ Աստված քո համար խոստումներ է տվել։ Բայց գիտեք, տրվելու համար խնդրողներ են պետք։ Դուռը բացվելու համար թակողներ են պետք։ Գտնողների համար, գտնելու համար որոնողներ են պետք, որը որ մեր անելիքն է, հաղթական հոգևոր կյանք ունենալու համար։ Միտեղ էլ կարդամ ու վերջացնենք։ Ուրեմն Եբրայեցիների 10-րդ գլուխ վերջին 35-ից 39 համարները։ Ուրեմն դեն մի գցեք ձեր վստահությունը, որ մեծ վարձքի հատուցում ունի, որովհետև համբերություն է պետք ձեզ, որ Աստծո կամք անելով խոստումները ստանաք։ Որովհետև միայն մի քիչ ժամանակ էլ եւ նա որ գալու էր կգա եւ չի ուշանա, բայց արդարը հավատքից կապրի։ Եվ եթե մեկը ետ քաշվի, իմ անձը նրան չի հավանի։ Իսկ մենք ետ քաշվողներից չենք, որ կորչենք, այլ հավատքից ենք, որ մեր հոգիները փրկվեն։ Տես առաքյալն ասում է, ես իմ անձը հետ քաշվողներին չի հավանում։ Դու հավանում ես հետ քաշվող մարդկանց։ Ով է հավանում այն մարդուն, որ եկել է հավատքի ու թողել է հավատքը։ Կա մեկը, որ հավանում է այդ ձևի մարդու։
Ով է հավանում են մարդուն, որ կեսից գնաց հիմա աշխարհում է։ Եթե մենք էլ ենք այդպես կարող է հավանենք, բայց եթե դու էությամբ մինչև վերջ եթացող մարդ ես, որոշել ես մինչև վերջ քայլես այս ճանապարհով, մինչև Քրիստոսի օրը քայլես, դու չես հավանում այդ մարդկանց։ Մենք ասում ենք հետ քաշվողներից չենք, որ կորչենք։ Ուստի հարց առաջանում, բախի մենք հələ կարող է կորենք էլ, բայց գիտե ինչ լինի իմ հետ չեմ կորի ես։ Այո, դու ինչի միջով էլ անցնես չես կորի, բայց եթե նորից ընտրես մեղքի կյանքը, աշխարհի կյանքը, կորելու ես, որտեվ Աստված այդ տեսակի մարդկանց համար ոչ մի խոստում չունի։ Ես վերջում Սպերջենի մտքերից կարդացի, շատ եմ սիրում Սպերջենի մտքերը, ասում է միակ ապաստանը, որտեղ չկա Աստծո բարկությունը Քրիստոսի ծածկոցն է։ Ասում է Քրիստոսի ծածկոցից դուրս ամեն ինչի վրա Աստծո բարկությունը գալու է։ Եթե Քրիստոսի ծածկոցի տակ ես, եթե Տերն է քո հովիվը, եթե Բարձրյալի ծածկոցի տակ ես եւ նրա հովանալության տակ ես ապրում, Աստծո բոլոր օրհնությունները գալու են քո վրա։ Բայց եթե ծածկոցից դուրս ես, Աստծո բարկությունն է գալու քո վրա։ Եվ սա իրականություն է։ Աստված իր հրեշտակներին չխնայեց։ Անապատում շատերին ազատեց, բայց շատերին նույն անապատի մեջ կորցրեց։ Ում կորցրեց անհավատներին։ Որ հրեշտակներին կորցրեց, որոնք իրանց իշխանությունը չպահեցին։ Սոդոմ Գոմորեի Աստված ծծմբով ավերեց, որտեղ գրված է, գնացին մարմնի ետևից։ Մարմնավոր կյանքը նախընտրեցին, մարմնավոր հաճույքները նախընտրեցին, մարմնավոր զվարճությունները նախընտրեցին, եւ դրա վրա գալիս է միշտ Աստծո բարկությունը ու դատաստանը։ Աստծո բարկությունը երկնքից հայտնվում է ում վրա, անհնազանդության որդիների վրա։ Բայց հնազանդության որդիների վրա Աստծո բարեհաճությունն է հայտնվում։ Դրա համար նորից հիշեցնեմ այն համարը, ուզենամ այս համարը, ես չգիտեմ, այս համարը կպել է սրտիս ու այս ահագին ժամանակը դրա ուղղությամբ աղոթներ եմ անում, հաստատ մնացեք, անշարժ եղեք, ամեն ժամանակ Տիրոջ գործի մեջ առաջ գնացեք, իմանալով, որ ձեր արածը իզուր չի Տիրոջով։ Միշտ առաջ գնա, ժողովուրդ, երբ որ դու կանգնում ես հոգևոր կյանքի մեջ, ես ասեմ կանգնելուց գալիս է հիասթափություն։ Երբ որ դու կանգնում ես հոգևոր կյանքի մեջ, գալիս է քո կյանքում հոգնածություն, գալիս է ձանձրույթ։ Գիտես, արդեն վերապրում ես շատ տհաճ զգացողություններ, որտեղ դու շարունակություն չես տեսնում ես կյանքի մեջ։ Բայց երբ որ գնում ես առաջ, նորանոր բաներ է բացում Տերը քո համար։ Հիշում եք այն տաղանդը, որ վերցրեց, ում տրվեց, վերցրեց 10 ունեցողին։ Մարդկային տեսանկյունից այդքան էլ արդար չէ, էլի։ Գոնեն 5 ունեցողին տար, 2 ունեցողին տար։ Ու ինչ ասեց, ում որ կա, կտրվի ու կավելանա։ Եթե ունես, Աստված տալու է ու ավելացնելու է քո ունեցածը։ Եթե չունես կամ չես գործածում, այն ինչն էլ որ կարծում ես, որ ունես, քեզանից վերցվի։ Դրա համար եղիր են ունեցողը, որ քեզ տալու է եւ ավելացնելու է Տերը։ Բերեք կանգնենք Աստծո առաջ։ Փառավոր մեր Աստված, փառք ես, օրհնյալ մեր Տեր, փառք ես։ Շնորհակալ ենք քեզանից, Տեր։ Շնորհակալ ենք քո բոլոր խոստումների համար, Տեր։ Շնորհակալ ենք քո հաղթական կյանքի համար, Տեր։ Շնորհակալ ենք, որ դու մեր համար ամեն բան տվել ես, որ մենք հաղթական կյանք ունենանք։ Շնորհակալ ենք, որ դու մեզ զորության հոգի ես տվել, Տեր։ Դու մեզ վախի հոգի չես տվել։ Դու մեզ սիրո հոգի ես տվել։ Դու մեզ ողջամտության հոգի ես տվել։ Շնորհակալ ենք, Տեր, որ դու տվել ես կարողություն ապրելու այս կյանքը։ Որ դու շնորհք ես ավելացնում ամեն օր մեր վրա, Տեր։ Որ դու ամեն օր մղում ես մեզ առաջ, շնորհակալ ենք քեզանից, Տեր։ Թող քո եկեղեցին, Տեր, քեզանով հաղթական կյանք ունենա, Տեր։ Թող Հրազդանի եկեղեցին հաղթական ընթացք ունենա, Տեր։ Քո բոլոր օրհնություններով լցված լինի, Տեր։ Քո բոլոր խոստումներով հարստացած լինի, Տեր։
Քո բոլոր շնորհքներով Տեր առատացած լինի քո եկեղեցին։ Փառավոր մեր Աստված, թող քո փառքը երևա քո տան վրա, Տեր, եւ քո կենթանությունը, Տեր, քո թարմությունը, Տեր, քո անուշ հոտը լինի այս եկեղեցու վրա, Տեր, որ շատերը վկայեն, որ դու այստեղ ես եւ մեր մեջ ներկա ես, Տեր, եւ շատերը միանան քո ժողովրդին եւ փառավորեն քո անունը։ Շնորհակալ ենք քեզանից։ Թող քեզ լինի փառքը, պատիվը, մեծարանքը մեր Տեր Հիսուս Քրիստոսի անունով։ Ամեն։